Ողջույն սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, Մայր Հայաստան խմբակցությունը բոյկոտի առաջնագծում է եւ քանի որ մենք ունենք սեփական նախագիծը Երևանում ուղևորցի մասին, որում նախատեսված է, որ տրոլեյբուսը 50 դրամ պիտի լինի, իսկ ավտոբուսները 100 դրամ, ավտոբուսները եւ մետրոն, այդ մեր նախագծի տակ ստորագրել է 17000 երևանցի, ինչպես եւ օրենքի պահանջներ Երևանում գրանցված մեր քաղաքացիներն են ստորագրել բավական սեղմ ժամկետում, անպայման ուզում եմ նշել, որ մենք ավելի շատ ստորագրություն կհավաքեինք, բայց բավականին սեղմ ժամկետում 17000 ստորագրություն ենք հավաքել 8250-ի փոխարեն եւ այն քաղաքային իշխանության սեղանին է։ Ինչպես գիտեք, իրենք վախենում են այն բերել ավականու օրակարգ եւ մարդկանց պարտադրում են վճարել 150 դրամ։ Հիմա մենք քաղաքացիների կողքին ենք եւ փորձում ենք հասկանալ իրականությունը։ Սիրելի քաղաքացիներ, հիշեցնեմ, որ բոյկոտում ենք, չենք վճարում, վարորդներին շնորհակալություն ենք ասում եւ իջնում ենք։ Փորձենք զրուցել քաղաքացիների հետ, հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է, մարդիկ բոյկոտում են, թե ոչ։ Բարև ձեզ, դուք դեմ եք թանկացումներին։ Բոյկոտում եք։ Դեմ եք թանկացումներին, դժգոհ եք։ Եվ ձեզ համար հավելյալ սոցիալական բեռ է ավել վճարելը։ Այ եթե հիմա հնարավորություն ունեք դիմելու քաղաքային իշխանությանը, ով թանկացրել է, ինչ կասեք իրենց։ Մենք կասենք, որ ժողովուրդը մեղք կա։ Շատ մեղք է։ Ոչ աշխատավարձն է նորմալ, ցածր է, ոչ սաղ թանկացրել են։ Ոնց են տալիս այդ ես դեմ եմ։ Բարի։ Դուք դեմ եք թանկացումներին։ Դուք դեմ եք։ Բոյկոտում եք։ Ձեր շրջապատում շատ են մարդիկ, որ դեմ են թանկացումներին ընդհանրապես եւ դժգոհ են։ Բարի, շնորհակալություն։ Բոլորն էլ դեմ են թանկացումներին։ Բոյկոտում եք։ Բոյկոտում ենք հնարավորինս, մինչև որ ստիպենք վերանայել ուղևորցի սակագինը։ Իրենք պիտի ամաչեն, որ մեզ թալանում են, ոչ թե մենք պիտի ամաչենք։ Ես օրինակ, ես շատ դեմ եմ, մենք թե 150 դրամ, ես ովին 150 դրամը, այո, մեղավորը նրանում, որ ոչ մեկ միաձայն չի միանում, որ միանային միաձայն, հիմա 100 դրամից ավելի չեն վճարում, ինչ անենք, ոնց անենք, ոնց ինչ անենք, էդ անենք, խոսացեք։ Եվ համատեղ չենք վճարում, այ եթե միասնական չվճարենք, այո։ Չեմ վճարում, որ չեմ վճարում։ Ինչ դարել է հավիտրի, Ես երբեք չեմ էլ վճարել, մի անգամ, ու չեմ էլ վճարել։ Պարզապես վարորդներին ասում ենք շնորհակալություն եւ իջնում ենք, Այո, բոյկոտ։ Բայց դա իրենց լիազորությունների մեջ չի։ Այո, վարորդներին։ Ես եմ 3 տրանսպորտ, բայց ինչի համար եմ 150 դրամ տամ, բացատրեք, չկատեք։ Իմացեք, որ Մայր Հայաստան խմբակցությունը ձեզ հետ է, մենք ձեզ հետ միասին բոյկոտում ենք, վարորդների հետ հորդորում են կոնֆլիկտի մեջ չմտնել, պարզապես ասել, որ իրենց լիազորությունների մեջ մնան։ Շնորհակալ, այո։ Ասում ենք, հայտնում ենք ու իջնում։ Այո։ Վարորդի ինքն ունի իր
Նրան ինչ ասում են նման Այո։ Սիրելի հայրենակիցներ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում իրականում։ Այո, մարդիկ շատ երկար սպասում են քաղաքային տրանսպորտին, են էլ, որ ասում են, են էլ հա, երկնքից կախված։ Նորից պիտի բարձրաձայնեմ այս կանգառի վտանգավորության մասին։ Նախ կանգառասրահը իրենց ասած սմարթ եւ բարենորոգված, բարեփոխված կանգառասրահը չի։ Ահա, տեսեք ինչ նստատեղեր են այստեղ։ Եվ քաղաքացիները, ովքեր սպասում են ավտոբուսներին եւ տրոլեյբուսներին, երթևեկելի մասում են կանգնած։ Այստեղ մարդկանց կյանքերի անվտանգության հարց կա։ Նախ պարտավոր են այս խնդիրը լուծել, մեծ կանգառասրահ տեղադրել, այնպես որ մարդիկ ոչ թե բանուկ երթևեկելի մասում սպասեն ու նստեն ավտոբուս կամ տրոլեյբուսից իջնեն, այլ պարզապես սպասման նախատեսված վայրից։ Սա է իրենց լիազորությունը, սա է իրենց պաշտոնի պարտականությունը, քաղաքացիների կյանքում բարեփոխում մտցնել։ Ոչ թե միայն թանկացումներ, թալանել, թալանչիական որոշումներ հաստատել իրենց կոալիցիոն գործընկերների եւ անասնագողության արդյունքում իրենց կողմը բերված են երկու գործիքների հետ։ Հիշեցնենք, որ բոյկոտը շարունակվում է, դուք դեմ եք թանկացումներին։ Թոշակի ավելացում ունեցել եք, ինչ թանկացրել են վճարում եք, թե բոյկոտում եք։ Բարի, շնորհակալություն։ Բոյկոտում եք։ Կողմ եք թանկացումներին։ Թե որովհետև դուք դեռ չեք աշխատում, ուսանող եք երևի։ Դուք դեմ եք թանկացումներին։ Այսինքն, օգտվում եք տրանսպորտից։ Ինչքան եք վճարում։ Բոյկոտում եք։ Այո, այսինքն դեմ եք թանկացումներին։ Բոյկոտում եք։ Ոնց եք։ Համ բաներս չկա։ Շատ են բոյկոտողները։ Տեսեք, մարդիկ որ հատվածում են կանգնած սպասում քաղաքային տրանսպորտին։ 60-ից 70% ավելի բոյկոտում։ Ներողություն, դուք դեմ եք թանկացումներին։ Ահա, դեմա։ Հա, դեմա։ Դեմային բան չէ, սանս է դեմ։ Բոյկոտում եք։ Որևէ բարեփոխում նկատում եք հանրային տրանսպորտում, որը թանկացրել են այս կողմ կանգնում։ Վնասից բացի օգուտ չկա։ Իսկ բոյկոտողները ձեր շրջապատում են ավտոբուսներում, որից դուք եք օգտվում, շատ են։ Շատ լավ, հաջողություն ձեզ։ Սա այն տրոլեյբուսն է, որը 50 դրամի փոխարեն արժե 150 դրամ։ Հիշեցնենք, սիրելի քաղաքացիներ, բոյկոտում ենք, վարորդներին շնորհակալություն ենք ասում եւ իջնում։ Նայեք, որ հատվածում։ Հիշեցնենք, որ բոյկոտում ենք, չենք վճարում, շնորհակալություն ենք ասում եւ իջնում ենք։ Մինչեւ ուղևորցը հետ բերել տանք 100 դրամի, տրոլեյբուսի պարագայում էլ 50 դրամի։ Այսինքն բարեփոխում չեք նկատում։
Բարեփոխում չի փոխվել։ Այսինքն էլի մարդիկ խցկված են, միևնույն է տեղափոխվում։ Գիրքը 50 դրամ տալիս է, Այո, դրա համար էլ պայքարում ենք, որպեսզի ուղևորցը հետ վերադարձնենք տրոլեյբուսի պարագայում 50, ավտոբուսի պարագայում 100 դրամի։ Բոյկոտում ենք։ Վճարում ու չի վճարում։ Սիրելի քաղաքացիներ, հիշեցնենք, որ բոյկոտում ենք, վարորդներին ասում ենք շնորհակալություն եւ իջնում ենք։ Ահա, այսպես են բարեփոխված ուղևորափոխադրումներ իրականացնում։ Շատ շնորհակալ եմ։ Հա, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարգանքներս։ Հեսա տեսնում ենք, դեռ այս դռները չեն փակվել, այնտեղ էլ դուք էլ եք փաստորեն բոյկոտում։ Շատ շնորհակալություն։ Մենք ձեզ հետ ենք։ Սիրելի քաղաքացիներ, բոյկոտում ենք, չենք վճարում, շնորհակալություն ենք հայտնում վարորդներին եւ իջնում ենք։ Ինչպես տեսնում ենք, հարգելի քաղաքացիներ, մարդիկ չեն վճարում, հիմնականում դժգոհ են հանգացված տրանսպորտից եւ տեսեք, թե որտեղ է իրականացվում ուղևորափոխադրումը։ Սա Գարեգին Նժդահի հրապարակի երթևեկելի մասն է։ Մարդիկ նայեք, որ մասում են կանգնած սպասում տրանսպորտի։ Ահա այս իրավիճակում ուղևորափոխադրումներն իրականացնելով փորձում են ասել, որ ուղևորափոխադրում կա, բայց իրականությունը այլ է։ Մարդիկ մերժում են թանկ ուղևորցը, մարդիկ մերժում են 3 անգամ տրոլեյբուսի թանկացումը, չեն վճարում եւ հիշեցնենք, որ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները ժամանակ առ ժամանակ բոյկոտող քաղաքացիների կողքին են։ Մենք այն քաղաքացիների հետ ենք, ովքեր որ պաշտպանում են իրենց իրավունքը, սահմանադրական իրավունքը եւ չեն դառնում տուգանքի եւ թալանի մատերիալ։ Վարորդները հնարավորինս չեն խառնվում, որովհետև վարորդներն էլ այս համակարգի դժողներն են եւ սիրելի քաղաքացիներ, պարզապես մեր իրավունքները, ձեր իրավունքները թույլ մի տվեք ոտնահարելու, շնորհակալություն ասեք վարորդներին եւ մի վճարեք, որպեսզի քաղաքային իշխանությունը ստիպված լինի վերանայել թանկ ուղևորցի իրենց որոշումը, մանավանդ որ նորից հիշեցնեմ, որ մենք ներկայացրել ենք իրենց 17000 քաղաքացու ստորագրությամբ տրանսպորտի ուղևորցի մասին նախագիծ, որով տրոլեյբուսը 50 դրամ պետք է լինի եւ ավտոբուսներն մետրոն էլ 100 դրամ։ Եվ սա անվանում են բարեփոխված ուղևորափոխադրում։ Վարորդ, բացեք երկրորդ դուռը։ Դավիթ, ասա թող բացե։ Բարև ձեզ, բացեք երկրորդ դուռը, որ մարդիկ վճարեն։ Բոյկոտը շարունակվում է։ Պաշտպանենք մեր իրավունքները, թույլ չտալով ոտնահարել։ Եվ սիրելի քաղաքացիներ, հիշեցնեմ, որ ձեզնից յուրաքանչյուրի բոյկոտից է կախված, բոյկոտը կունենա դրական արդյունք, այն արդյունքը, որի համար պայքարում եք, թե ոչ։
Այ եթե թույլ տանք ոտնահարել մեր իրավունքները, իրենք էլ կասեն, որ դե լավ, եթե 150 վճարում են, տրոլեյբուսի համար էլ 50-ի փոխարենելի 150 են վճարում, ապա թող հաջորդիվ վճարեն 300, 400, 500, այնպես որ մեր սահմանադրական իրավունքն է խաղաղ անհնազանդության ակցիայի միջոցով հասկացնել սրանց, որ մենք տեսեք ինչ աստիճանի խցկված են, որ մենք թալանի ու տուգանքի մատերիալ չենք։ Իմացեք, որ Մայր Հայաստան խմբակցությունը ձեզ հետ է, ձեր կողքին եւ որևէ խնդիրների պարագայում մենք հասանելի ենք սոցիալական ցանցերում։ Հետևեք մեր էջերին եւ տեղեկացված եղեք, պայքարեք, համարձակ եղեք եւ մի թույլ տվեք, որ ոտնահարեն ձեր եւ մեր իրավունքները։